մի դիվահար երեխայի հայրը բերում է Քրիստոսի մոտ եւ ասում է Տեր օգնիր մեզ եթե կարող ես ասում է եթե հավատում ես ամեն ինչ էլ հնարավոր է հայրը ինչ ասում է հավատում եմ օգնիր իմ անհավատությանը հիմա տես ինչպես Աստված մեզ կարող է օգնել երբ որ մենք հավատանք երբ որ մենք երբեմն մենք թերահավատում ենք եւ նորից է թերահավատության մեջ էլ ասում ենք Տեր օգնիր մեր թերահավատությանը եւ մեզ դուրս աներ եւ Աստված ինչպես մեզ պետք է օգնի բնականաբար մարդկանց միջոցով չէ պետք է օգնի հիմա մենք պետք է գտնենք այն հոգեվորականին կամ այն քրիստոնյային այն մեկին որ իրապես գիտենք որ ինքը կարող է մեզ օգնել երբեմն ինձ դժվար իրադրություններից մեջ այնպեսի պարզ հասարակ քրիստոնյաների խոսքը մի հատ ես գնում եմ չեմ ամաչում հարցնում եմ հա ես գիտեմ ում հարցնում եւ ինձ մի հատ հետաքրքիր մի հատ պատասխան է տալիս ոնց որ իմ համար հայտնություն ունի եւ անում եմ ու փրկվում եմ հա ճիշտ այդպես էլ մենք եթե ուզում ենք օգնել մեզ մարդիկ կամ եթե մենք ուզում ենք օգնել ինչ-որ մեկին իր դժվար հուսահատված իրավիճակից դուրս գալու համար այդ մարդը պետք է հավատա մեզ պետք է ուզենա օգնել օգնություն ստանալ հասկանում ես ինքը պետք է գա քեզ դիմի կամ էլ պետք է Աստված այնպեսի մի իրադրություն ստեղծվի որ դու այդ հուսահատվածի կողքին կանգնես եւ տեսնես իրան ձեռք մեկնես պատկերացրեք մեկը փոսի մեջ է գտնվում հա եւ ասում եմ դե ես փոսի մեջ էլ կմեռնեմ չեմ ուզում դուրս գալ հիմա դու կարաս իրան օգնես չես կարա հիմա ով կարող է այդ փոսի միջից մարդուն հանել նա ով ամուր մի տեղից բռնված է հա մի ձեռքով էլ մեկնում է ու հանում է բայց այն փոսի մեջ յաղուն էլ պետք է ձեռք մեկնի իրան չէ պետք է բռնի հավատա որ այնտեղ ամուր բռնված է որ դուրս անի այդ փոսի միջից ճիշտ այդպես էլ նա որ ամուր Աստծուց բռնված է ուժ ունի ասում է ես ուժ ունեմ այդպես մի ձեռս Աստծու մոտ է մի ձեռնս քեզ եմ տալիս բայց դու ձեռդ մեկնիր բռնիր ինձ փոսից ես քեզ կանեմ եւ այդպես դուրս է հանում բայց ասում եմ զգուշ եղել է փոս չընկնես Եթե ամեն դեպքում հրաժարվում է ձեռքը բռնելուց, բայց քո մոտ այդ օգնելու ցանկությունը անդադար է։ Տեսեք, քանի անգամ մեր Տերը Հիսուս Քրիստոս Հուդային զգուշացրեց։ Քանի անգամ զգուշացրեց, գանձանակը տվեց, որ իր ագահությունը փարատվի, որ ասի փողի մեջ չի, գանձանակը պատահական չէ տվել Քրիստոս Հուդային, որ իր այդ ագահության ձգտումը հագենա փող ես ուզում առ բայց մի մատնի մարդու որդուն մի դավաճանի Հուդա վայ նրանով ինչ արեց վերջում Քրիստոս լացեց Հուդայի համար ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին ափսոսած ուրիշի չաներ ցավ ապրեց դրանից ավելին ինչ չենք կարող անել իսկ երբ մարդ հրաժարվում է ձեռքը մեկնելուց էմոցիաների հենց այդ հուսահատության ու պայքարի ազդեցության տակ, բայց ինքն իրականում իրան տեսել ես այդ պայքարից դուրս, որ ինքը մի քիչ կսպասես իր էմոցիան կանցնի, խաղավի, հանդարտվի, ինքը քո օգնության կարիքը կզգա, քեզ կդիմի։ Դու մի քիչ պետք է համբերատար լինես, դու էլ մի ինքի էմոցիայի մեջ, ինքը էմոցիալանալ է այդ պահին, դու հանգիստ եղի։ Թարապես եթե դու ուզում ես ինչ-որ մեկին օգնես, դու պետք է մի բան զոհաբերես, առանց զոհաբերելու չի ստացվի, անհնարին է, եթե դու օգնում ես ուրիշին օգնես, դու պետք է իր բեռը քո վրա կրես, անպայման,